1991 թվականին ծնված Նշան Ալեքսանյանն իր ուրույն շրջապատում ունևոր երիտասարդի համբավ ուներ։ Հագնվում էր թանկարժեք եւ ճաշակով, վարում տարբեր, բայց պարտադիր թանկարժեք ավտոմեքենաներ եւ որ կարեւորն է ներկայանում էր որպես հարուստ եւ ազդեցիկ գործարար մարդու որդի, որի բազմազբաղ հայրն անընդհատ արտասահմանում էր։ Լավագույն դեպքում Հայաստանի սահմանին եւ ինչ որ թանկարժեք հնաոճ իրեր էր արտահանում երկրից։ Այս նույն լեգենդով էլ նա օրերից մի օր ներկայացավ Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ Ղուկաս Ղուկասյանին, Արշակունյաց պողոտայի վրա գտնվող նրա եռահարկ շինությունը գնելու պատրվակով։ 2012 թվականի մարտ ամսին Նշան Ալեքսյանը իմանալով, որ Ղուկաս Ղուկասյանը վաճառում է այդ Արշակունյաց պողոտայի վրա գտնվող եռահարկանի շինությունը, մարտ ամսից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում կցանկանայի նշել, որ նորից թանկարժեք ավտոմեքենաներով անընդհատ գնում է բանակցությունների Ղուկաս Ղուկասյանի հետ, վստահեցնում է նրան, որ իրենք բիզնեսմեն են, որ հայրը բիզնեսներ ունի, հայրը գտնվում է ուղղակի այս պահին Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Բայց այդ այցերի ընթացքում էլ Նշան Ալեքսանյանը շատ ավելի հետաքրքրաշարժ տեղեկություն է իմանում, որը տրամագծորեն փոխում է նրա պլանները։ Ղուկաս Ղուկասյանը շատ պատահական պատմում է, թե իր աղջկա ամուսինը Ռուբեն Քլինջյանը Արարատի մարզի Արբաթ գյուղում հողատարածք է վաճառում, եւ այն էլ 30.87 հեկտար մակերեսով, $600,000 արժեքով։ Նման հնարավորությունը ձեռքից բաց թողնել չէր կարելի, եւ շրջահայաց որդին զանգահարում է հորը, խնդրելով աջակցել իր նախաձեռնած գործին։ Հայրը որդուն խորհուրդ է տալիս հողատարածքի տիրոջ հետ այցելել, տեղում տեսնել վաճառվող հողագտորը։ Իսկ ինքը զանգահարում է Ղուկաս Ղուկասյանին եւ հեռախոսով բանակցում հողատիրոջ աներոջ հետ։ Հայրը զանգահարում է Ղուկաս Ղուկասյանին, նորից նույն պատմությունը, որ գտնվում եմ Հայաստան-Վրաստան սահմանին, հնաոճ իրեր եմ տեղափոխում Թուրքիա եւ էլի բոլոր հարցերով վստահ եք որդուս, այդ հողատարածքը այլ պետք է գրավադրվի բանկում, բանկից խոշոր գումար կվերցվի եւ ձեր գումարը ամբողջությամբ կմարվի, իսկ եթե հանկարծ բանկը ուշացնի կամ վարկ չի տրամադրի, ապա ինքը Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ամբողջությամբ $600,000 գումարը կփոխանցի Ռուբեն Քլինջյանին։ Իսկ որպեսզի էլ ավելի մեծ վստահություն ներշնչի հողատարածքի տերերին, Նշան Ալեքսանյանը $600,000-ից 7,000-ը վճարում է նախքան պայմանագիր կնքելը։ Իսկ դրանից հետո արդեն ձեռք բերված փոխադարձ վստահության հիման վրա գնորդն ու վաճառողը կնքում են նոտարական վավերացման պայմանագիր, որով 600,000-անոց հողատարածքն ուղղակի անվանափոխվում է նոր սեփականատիրոջ Նշան Ալեքսանյանի անունով։ Սակայն պայմանավորված ժամանակն անցնում էր, իսկ մնացած գումարը հողատարածքին տիրացած նոր տերը այդպես էլ չէր վճարում։ Ռուբեն Քլինջյանի եւ Ղուկաս Ղուկասյանի մոտ անընդհատ վերջիններս բնականաբար հեռախոսակապի մեջ էին գտնվում Աշոտ Ալեքսանյանի հետ, անընդհատ Աշոտ Ալեքսանյանը ժամանակ էր խնդրում, որպեսզի մի ամիս, 2 ամիս, 3 ամիս ձգեն, որպեսզի նա վերադառնա Հայաստան, գումարները փակվի։ Դե իսկ մինչ հայրը ժամանակ էր շահում, որդին էլ անգործ չէր նստում եւ արդեն վաճառքի էր հանել նոր ձեռք բերած հողագտորը։ Նշան Ալեքսանյանը 30.87 հեկտար հողից 20 հեկտարը փոխանակում է Վարդան Հարությունյանի Մազերատի Մագնիշի ավտոմեքենայի հետ, իսկ մնացած հողատարածքը 30,000 $-ով վաճառում է Դավիթ Խաչատրյանին։ Բայց սա էլ բավական չէր։ Նշան Ալեքսանյանը շատ արագ գրավադրում է նաև հողի վերավաճառքից ստացված բավական թանկարժեք Մազերատի Մագնիշի ավտոմեքենան եւ հերթական կլորիկ գումարն էլ դրա դիմաց ստանում։ Այս ամենից անտեղյակ հողատարածքի արդեն նախկին տերերը, թեև դեռ հույս ունեին գումար ստանալ իրենց հողագտորի դիմաց, սակայն բանականությունը այլ բան էր հուշում։ Տուժողների մոտ վերջնականապես կասկած հարուցելուց հետո, որ այստեղ ինչ-որ բան, այն չի, վերջինս Նշան Ալեքսյանի հանձնագրի տվյալներով գնում են վերջինիս բնակության վայր, որտեղ եւ համագյուղացիներից իմանում են, որ Աշոտ Ալեքսանյանը խարդախության համար երկարաժամկետ դատապարտված է ազատազրկման 14 տարի ժամկետով գույքի բռնագրավման 40 միլիոն դրամի չափով։ Հաջողակ գործարարն ու իր որդին իրականում ամենաիսկական խարդախներ էին, ընդ որում հայրն արդեն նույն հանցանքի համար դատապարտված։ Երբ որ ծանոթանում էինք Աշոտ Ալեքսյանի նախկին դատավճռին, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ
խոսքը նույն հանցագործության մասին էր, ուղղակի փոխված էր անձանց եւ գույքերի անունները, որովհետեւ նմանաբնույթ նույն ոճով կատարված հանցագործություններ էին։ Իրենց գումարները հետ ստանալու վերջին հույսը սպառած եւ խոշոր խարդախության զոհ դարձած այդ մարդկանց այլ բան չէր մնում, քան դիմել ոստիկանություն։ Եվ այդ հայտարարության հիման վրա կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվեցին նյութեր, այնուհետև օրենքով սահմանված կարգով նյութերը փոխանցվեցին ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն, որտեղ եւ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ Հայաստանյան քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն։ Արդեն նախաքննության ընթացքում բացահայտվեցին հայր եւ որդի Ալեքսանյանների հանցավոր գործունեության նաեւ այլ դրվագներ։ Բայց որ ամենակարևորն է, բացահայտվեց մարդկային մի առանձին տեսակ, որի համար ծնող զավակ հարաբերությունները դուրս են ընդունված արժեհամակարգից։ Երբ կալանավայրում գտնվող եւ ճաղավանդակից դուրս հանցանքներ ծրագրող հոր հանցակից գտնելու ընտրությունը կարող է կանգ առնել սեփական որդու վրա։ Աշոտ Ալեքսանյանը, որը մեկ այլ քրեական գործով, որը կապված էր նույնպես քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ գույք ձեռք բերելու փաստի առթիվ դատապարտված լինելով 2012 թվականի դատավճռով 14 տարի ժամկետով ազատազրկման, կալանավայրից որոշում է իր համար ընտրել հանցակից եւ որքան էլ զարմանալի թվա, այդ ընտրությունը կանգնում է իր զավակի, իր որդու վրա եւ հայր եւ որդի մանրամասն պլանավորելով մի հանցավոր սխեմա գործի են դնում մեխանիզմը։ Հանցավոր մեխանիզմի հերթական զոհն էլ շուտով դառնում է Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակչուհի Սուսաննա Գրիգորյանը։ Նշան Ալեքսանյանն իր ծանոթ Նարեկ Մխիթարյանի հետ ժամանակ առ ժամանակ այցելել էր նրա մորաքրոջ Սուսաննա Գրիգորյանի տուն։ Ու դարձյալ տեղեկանալով, որ Սուսաննա Գրիգորյանի որդին Արամ Գրիգորյանը շուտով պետք է բանակ զորակոչվի, որոշում է օգուտ քաղել նաև այս հանգամանքից։ Նա ապագա զինվորի մորը համոզում է, որ որոշակի գումարով կարող է դասավորել, որ տղան ծառայության անցնի որևէ մոտիկ զորամասում։ Երբ արդեն իմացել է, որ տղան պետք է զորակոչվի զինված ուժեր ժողովրդային զինվորական ծառայության, հաճախակի սկսել էր այցելել նրանց տուն, այցելում էր, նորից եմ կրկնում, թանկարժեք մեքենաներով, հագնվում էր շատ լավ, ճաշակով, թանկարժեք հագուստներ, այնպիսի տպավորություններ ստեղծում, որ ինքը ամենազորեղ մարդ է, իր հայրը ունի մեծ կապեր, մեծ ծանոթություններ եւ իրենց համար ծառայության տեղի որոշման հարցը ընդհանրապես որևէ խնդիր չի ներկայացնում, իրենք ունեն այնպիսի ծանոթներ, որոնք շատ հեշտությամբ նման հարցերը կլուծեն։ Որդու ապահով ծառայության դիմաց մայրը վճարում է Նշան Ալեքսանյանի պահանջած $2700, բայց պատահականությունը կեղծ միջնորդություն ստանձնած երիտասարդ խաբեբային չի ժպտում։ Սուսաննա Գրիգորյանի որդին ժամկետային ծառայության է անցնում ոչ թե Հայաստանում, այլ Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում։ 2700 ԱՄՆ դոլար գումարը վերցնելուց հետո, երբ որ արդեն Սուսաննա Գրիգորյանի որդին զորակոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Նշան Ալեքսանը անընդհատ խոստանում է, որ գումարը հետ կվերադարձնի եւ այլ նմանատիպ խոստումներով անընդհատ ձգձգում է, հետո սկսում է նաեւ Սուսաննա Գրիգորյանի առավսազանդերին չպատասխանել, որից հետո Սուսաննա Գրիգորյանը սպառնում է, որ կդիմի ոստիկանություն, որպեսզի զերծ մնա քրեական պատասխանատվությունից, Նշան Ալեքսյանը իր ընկերոջ միջոցով $1000 հետ է վերադարձնում Սուսաննա Գրիգորյանին, որից հետո անջատում է հեռախոսը եւ այլևս խուսափում է վերջինիս հետ հանդիպելուց։ 2012 թվականին Նշան Ալեքսանյանը ավտոշուկայում տեսնում է Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենա, որի ապակում փակցված վաճառքի հայտարարության վրա նաև դրա սեփականատիրոջ հեռախոսահամարն էր գրված։ Արդեն բավական փորձառություն ձեռք բերած Խարդախի համար այսքանը բավական էր հերթական հանցավոր ծրագիրը ուրվագծելու համար։ Դե իսկ բուն ծրագիրը հեղինակելու իրավունքն իհարկե շատ ավելի փորձառու հոր գործառույթն էր։ Այդ նպատակով նա զանգարում է կալանավայրում գտնվող հորը, նշում է, որ նմանատիպ մեքենա է վաճառում, մեքենայի տիրոջ հեռախոսահամարը փոխանցում է հորը, հայրը կալանավայրից Աշոտ Ալեքսյանը
զանգահարում է Արտուր Մինասյանին, ում պատկանում էր Պրադո Մակնիշի ավտոմեքենան, եւ նրան ներկայանում է որպես բիզնեսմեն, որը տվյալ պահին գտնվում է Հայաստան-Վրաստան սահմանակետին եւ Թուրքիա որոշակի ապրանքներ է արտահանում եւ ասում է, որ տղաս հավանել է ձեր ավտոմեքենան, կզանգարի, կգա, խնդրում եմ մեքենայի վաճառքի այդ գործարքները կազմակերպել տղայիս հետ։ Մի քանի օր անց տղան անձամբ է զանգահարում ավտոմեքենայի տիրոջն ու պայմանավորվում հանդիպել։ Եվ իհարկե առաջին հանդիպման տպավորությունը եւ իր նկատմամբ վստահությունը ապահովելու համար նա դարձյալ գալիս է անթերի հագուկապով եւ հերթական թանկարժեք ավտոմեքենայով։ Նշան Ալեքսյանը հանդիպումներից մի քանիսին գնացել էր օրինակ Hammer Մակնիշի ավտոմեքենայով, մի քանիսին գնացել էր Toyota Corolla Մակնիշի ավտոմեքենայով, գործով չպարզված ինչ-որ սպորտային դռները վերև բարձվող ավտոմեքենայով եւ այդպես էլ նախաքննությամբ չկարողացանք պարզել, թե դրանք ինչ ավտոմեքենաներ էին, ինչ ծագումներ ունեին, որևէ անձանց կողմից տուժողների, որևէ քաղաքացիների կողմից բողոք չկար, որ իրենց մեքենաները հափշտակել էին, սակայն ենթադրվում է, որ այդ մեքենաները նշան Ալեքսանյանը ավտոշուկայից գնելու պատրվակով զուտ այդ իր այցելությունների հետ կապված, երևի թե մեքենաները փորձարկելու համար 1 կամ 2 օրով վերցնում էր այդ մեքենաները, գնում էր իր համար անհրաժեշտ հանդիպումներն անցկացնում էր, համապատասխան վստահություն առաջացնում էր եւ երևի թե մեքենաները հետա տվել, որովհետեւ մինչեւ օրս որևէ մեկի կողմից բողոք չունենք եւ չունենք նաեւ թե ինչ համարանիշի մեքենաներ էին, որովհետեւ նախաքննությամբ այդ ամենը չի պարզվել, չեն կարողացել պարզել։ Բայց նշան Ալեքսանյանի վառ երևակայությունը միայն ավտոմեքենաներով ու հագուստով չէր սահմանափակվում։ Հանդիպումը կեղծ գնորդը նշանակում է Արշակունյաց պողոտայի վրա գտնվող Ղուկաս Ղուկասյանին պատկանող եռահարկ շինության հարևանությամբ։ Այն նույն շինության, որը գնելու պատրվակով էլ ծանոթացել էր իր խաբեության զոհը դարձած Ղուկաս Ղուկասյանի ու նրա փեսայի հետ։ Ինչևէ, հերթական տուժողի հետ հանդիպման վայրը իհարկե պատահական չէր ընտրված։ Ուրեմն նշան Ալեքսյանը վստահեցնում է Արտուր Մինասյանին, որ այդ եռարկ շինությունը նույնպես պատկանում է իրենց եւ շինությունը եւ մի քանի այլ հողատարածքներ պետք է գրավադրեն բանկում, խոշոր գումար ստանան եւ այդ գումարով հսկայական բիզնես ծավալեն եւ որպեսզի ավելի ամրապնդի տուժողի մոտ վստահությունը զանգանում է հորը, հայրը նույնպես հեռախոսազրույցով վստահեցնում է Արտուր Մինասյանին, որ որևէ խնդիր չի կարող առաջանալ, որպեսզի բոլոր հարցերով վստահի որդուն։ Նույն օրը Արտուր Մինասյանի եւ նշան Ալեքսանյանի միջև կնքվում է առուծախի պայմանագիր։ $26,000 գնահատված ավտոմեքենայի դիմաց նշան Ալեքսանյանը վճարում է ընդամենը 6,000-ը եւ խաբեությամբ տիրանում ավտոմեքենային։ Իսկ մի քանի օր անց այն գրավադրում է եւ դրա դիմաց ստանում շուրջ 7 միլիոն դրամ։ Հետագայում արդեն երբ որ Արտուր Մինասյանը նույնպես իմացել էր, որ ինքը դարձել է մանրամասն պլանավորված խարդախության զոհ, փորձել էր գոնե մեքենան հետ վերադարձնել, սակայն ես ինչպես արդեն նշեցի, մեքենան անվանափոխելուց մի քանի օր, 2-3 օր հետո արդեն իսկ նշան Ալեքսյանը հասցրել էր մեքենան գրավ դնի Գուդավի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում եւ փաստացի տուժողը զրկվել էր իրավական եղանակով մեքենան հետ բերելուց։ Աշոտ Ալեքսյանի նկատմամբ դատարանը վճռեց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա արդեն իսկ 14 տարի ժամկետով դատապարտված էր ազատազրկման, դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ Աշոտ Ալեքսյանի համար սահմանվեց 20 տարի ժամկետով ազատազրկումը, գույքի բռնագրավմամբ 263 միլիոն դրամի չափով, իսկ որդու նշան Ալեքսյանի համար նկատի ունենալով, որ վերջինս նախկինում դատվածություն չուներ, հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ սահմանվեց 10 տարի ժամկետով ազատազրկումը, նորից գույքի բռնագրավմամբ 263 միլիոն դրամի չափով։ Բայց մինչ դատարանը վճիռ կկայացներ, Ալեքսանյանների ընտանեկան ներկայացումները շարունակվեցին նաև դատարանի դահլիճում։ Այս անգամ հայր ու որդի գործի դրեցին վկաների եւ անգամ դատավարության մասնակիցների վրա հոգեբանական ազդեցության ողջ զինանոցը։ Հումորով նշեմ, բայց եթե դատաքննությունը մի քիչ ավելի երկարաձգվեր եւ ես եւ դատավորը արդեն մեզ էլ էր համոզում, որ ինքը ժամանակին աշխատել է որպես գյուղ նախարարի տեղակալ,
Հայաստանի համար կատարել է մեծ բարեգործություններ, զենք է մատակարարել պատերազմի տարիներին, Ղարաբաղ, այնպիսի մեծ բարեգործություններ է արել եւ նա այնպիսի ազդեցություն էր կարողանում թողնել տուժողների վրա, որ մերթ մեզ թվում է, որ տուժողները իրենք էլ են փոշմանել, որ եկել, ասենք, հայտարարություն, հաղորդումներ են տվել եւ այլն եւ այլն։ Նախաքննության փուլում Նշան Ալեքսանյանը տվել էր ինքնախոստովանական ցուցմունքներ եւ ընդունել իր մեղքը։ Իսկ հայրը որդուն քրեական պատասխանատվությունից ազատելու համար ամբողջ մեղքը վերցրել էր իր վրա, նշելով, թե որդին ոչ մի բանից տեղյակ չի եղել։ Սակայն դատարանում ամեն ինչ փոխվեց։ Թե հայրը եւ թե որդին նախ հրաժարվեցին ցուցմունք տալուց, ապա սկսեցին պնդել, թե ընդհանրապես խաբեություն չի եղել եւ որ իրենք տուժողների հետ կնքել են քաղաքացիա իրավական բնույթի գործարքներ, որոնց դիմաց պատրաստվում էին վճարել։ Իսկ թե ինչ միջոցներով իրենք էլ չգիտեին։ Նախկին դատավճռով, երբ որ ծանոթանում էինք Աշոտ Ալեքսյանի նախկին դատավճռին, ուրեմն Աշոտ Ալեքսյանի ոչ մի դեպքում տուժողներին նախապես գումար չէր տվել եւ այս անգամ նա հատուկ ինչ որ պայմանավորված գնից, ասենք $26,000-ից, $600,000-ից որոշակի գումար էր նախատեսել դրանց համար, ու մեքենայի դեպքում $6,000, հողի դեպքում $7,000, որպեսզի հետագայում իր անցավոր գործելավոճը քողարկի եւ ասի նայեք, ես մինչեւ քաղաքացիական բնույթի գործարքներ կնքելը այս մարդկանց գումարներ եմ տվել, այսինքն իմ դիտավորությունը չէր կարող լինել մինչև գույքին տիրանալը եւ այլն եւ այլն։ Ավելի ուշ, երբ պաշտպանական այս մարտավարությունն էլ չտվեց ցանկալի արդյունք, հայր եւ որդի դարձյալ գործի դրեցին իրենց անսպառ երևակայությունը։ Դանիայում ունի բարեկամ Արամ անունով, որի հետ կալանավայրից գտնվել է հեռախոսակապի մեջ, Արամն ասել է, որ դու Հայաստանում բիզնեսներ ձեռնարկի եւ ես այդ գումարները Դանիայից կուղարկեմ, սակայն այդպես էլ չուղարկեց։ Աշոտ Ալեքսանյանի խոսքով իր որդին հավատացել է իրեն։ Հոր եւ որդու հարաբերությունների մի ամբողջ դասախոսություն էր կարդացել Ամբաստանյալի աթոռին հերթական անգամ հայտնված Ալեքսանյանը։ Դատարանին հարց ուղղելով, թե ինչպես կզգային իրենց ներկաները, եթե իրենց զավակն իրենց չվստահեր։ Շատ հետաքրքիր էր, որ տուժողները բոլորը մինչև դատարանի կողմից դատավճռի հրապարակումը չէին հավատում, որ Նշան Ալեքսանյանը ունակ է խարդախություն կատարելու։ Եվ նման իր վարքագծով, նման իր պահվածքով նա տուժողների մոտ, կոնկրետ Սուսաննա Գրիգորյանի մոտ ձեռք էր բերել ահռելի վստահություն, նորից եմ կրկնում, այնպիսի վստահություն, որ Սուսաննա Գրիգորյանը դատարանում նորից կանգնած նայում էր դատարանին, նայում էր ինձ եւ ասում էր, ես մինչեւ մի չեմ հավատում, որ Նշան Ալեքսյանը ունակ է նման բան անելու։ Ինչ վերաբերում է խաբեությամբ ձեռք բերված միլիոնավոր դրամներին եւ հարցին, թե ինչի վրա են դրանք ծախսվել, Նշան Ալեքսանյանը դեռևս նախաքննության փուլում հերթական հուզիչ պատասխաններ հորինել, հիշելով կալանավայրում գտնվող մորը, ով նույնպես խաբեության համար էր դատապարտված։ Նշան Ալեքսյանը նշում էր, որ այդ գումարներով վերցված ես վերականգնել եմ մորս կողմից խարդախություն, նրա մայրը նույնպես խարդախության համար դատապարտված եւ այդ գումարները ուղղել է տուժողների վնասը վերականգնելու եւ իր քույրերի ապրուստի համար այդ գումարները ծախսել։ Փոխարենը կատարված հանցանքի եւ իրենց խարդախության զոհ դարձած մարդկանց պատճառած բարոյական եւ նյութական վնասի դիմաց զղջումի ոչ մի խոսք ամբաստանյալներից եւ ոչ մեկը կես տարի տևած դատավարության ընթացքում չարտասանեց։ Ամբողջ դատաքննության ժամանակ, որը երևի թե 6 ամսից ավելի է տևել, մի օր չեղավ, որ նիստի ժամանակ հայրը կամ որդին ներողություն խնդրեն տուժողներից, որովհետև պատկերացնում եք այն ֆինանսական զրկանքները, այդ ահռելի մի կողմ, նաև իրենց բարոյական զրկանքները։ Ալեքսանյանների նկատմամբ կայացված դատավճիռն առայժմ օրինական ուժի մեջ չի մտել։ Ու թեև նրանց նկատմամբ կայացրած քրեական օրենսգրքով նախատեսված պատժաչափերը արդարադատության իրականացման օրինական տարբերակներն են, բայց եւ այնպես իզորու չեն վերականգնել նրանց գործունեության հետևանքով տուժածների նյութական վնասները։ Դատավճիռը վերջնական ուժի մեջ մտնելուց հետո մի նոր փուլ պետք է սկսվի քաղաքացիական դատավարության կարգով, տուժողները պետք է
փորձեն ինչ-որ ձևի կամ իրենց գույքերը հետ վերցնեն, քանի որ այդ գույքերը արդեն օրինական կարգով վերավաճառված են այլ անձիկ ունեն սեփականության վկայականներ, մի դժվարին փուլ է սպասվում նաև դատավճիռ օրինական ուժի մեջ մտնելուց արդեն բայց քաղաքացիական դատավարության կարգով այդ դաշտում կլուծվի այդ մնացած բոլոր հարցերը։